Azmen şabalam dağay duman ayrı kaşay ayrı yanam kurban çaman ayrı ay ayrı düştü ya da ayrıldık gezeye bir zaman ayrı yalan kurban ayrı Dayazmeş ne için ağlar gözlerine ne için ağlar Gedene karvan benimdir ay ayak benimdir Çalmadar ne için ağlar ne için ağlar anayım kurban ne için ağlar Akşamlar ey akşamlar Şam yanar akşamlar Evliye evine Şöyle geçecek her sakımı. Lüsum'un. Bes garip arday akşamlar Bes garip arday akşamlar Gel 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 kuzum Lay lay dedim yatasan Kızıl gülev gülüm batasan Bunda sıyırı, arak. Lay lay dedim yatasan Kızıl Kızıl Tokek motonan. Batasan aman aman Կռվում ենք, կրակում ենք,
Իսկ այդ ում վրա ենք կրակում հակրակում։ Գուցե բերդում մեր ընտանիքներն են, հարազատները։ Դուք հասկանում եք, կապիտան, մենք ժամանակ չունենք։ Ժամանակ չունենք։ Կարմիրները հարձակվում են։ Դուք կմնաք այստեղ։ Լսում եմ։ Իսկ ես լճի կողմից նավակներով կգրավեմ ամրոցը։ Լսում եմ։ Պետք է իմաց անել նրանց։ Ընկերներ! Ընկերներ, նրանք ուզում են ձեզ նավակներով շրջապատել, մխոն գնաց ձկնորսների մոտ, լճի կողմից են ուզում հարձակվել։ Ված չեմ մտածել։ Պետք է զգուշացնել ձկնորսներին։ Ես ինքս լողալով կհասնեմ նրանց մոտ։ Ձկնորսները կօգնեն։ Ինչ ես ասում, Արամ, չես հասնի։ Հարկավոր է հասնել։ Արամ ջան, Հա, ցեգնորսներին որ հասնես, հա։ այնտեղ մի լավ ընկեր ունեմ, Հանեսը։ Իմ անունից նրանք ասես, Հա։ Ահմադը խնդրեց, քո մագանես, հա։ Շատ լավ քիրվա, անպայման կասեմ։ Այ ղուրբանը լուլ։ Hey, Հանես! Այ Հանես! Հլա մի տես! Ծովում մարդ կա! Մխոն էստեղ է, գեղումն է։ Չէ, այստեղ չի։ Արամ, այդ որտեղից ես գալիս։ Հլա, մի բարով աստու բարին ասա, քերի Հանես։ Արամ ջան! Արամ ջան! Արամ ջան, այդ որտեղից, Արամ ջան, ախպերս։ Արի ախպերս, արի։ Ախպերս, որ Սևանիվիչի ձկան տեղակ մարդ ես անում ուրեմն էստեղ մի բան կա, դե ասա տեսնեմ ինչ է պատահել։
Գիտեք ինչ ձգտորստեր, խմբապետ մխոն որոշել է ձեր նավակներով լճի կողմից բերդը գրավել։ Պետք է նավակներն այնպես թաքցնեք, որ ոչ մի սատանա չկարողանա գտնել։ Դու հանգիստ կաց, որ մորթենել, նավակները չենք տա։ Վարժապետ մինասին լուր հասցրեք։ Կանենք։ Տեր հայր քեզ մատաղ, մի երաս տեսա ես շատ զարմանալի, իբր եկել էի ես պատարակի, մեկ էլ բոցեր ելան, ամեն կողմից, կրակը թեժացավ ու բորբոքվեց, ես դուրս վազեցի, տեսնեմ Սևանը փրփրել է կատաղել, իմ արավն էլ ճերմակ ձինստած գալիս է, Էստեղ էլ զարթնեցի, մեկնիր երազս։ Երազը քո խառն է և հուշ անմեկնելի։ Իսկ ինչ է, զավագիցդ որևէ լուր ունես։ Չէ տեր հայր, ոչ մի լուր, մի ամբողջ տարի է չեմ տեսել, աղոթիր նրա համար։ Շատ բարի թակուհի, քո խատեր համար կաղոթեմ։ Արամ։ Վարժապետը։ Բարև սիրելի ուսուցիչ։ Բարև Արամ ջան։ Դե ասա տեսնենք, ինչպես են գործերը։ Արհակիր։ Դուր տեսնեմ։ Վատ են գործերը։ Վատ են։ Փորձանքի մեջ ենք։ Ջրի ու կրակի միջով հասա։ Ապրես դու։ Մեզ պետք է օգնեք։ Մենք չենք կարող ամրոցից դուրս գալ։ Շրջապատված ենք։ Որտեղ է Սիմոնի ջոկատը։ Լեռնանցքի մոտ, անտառում։ Ես նրանց մոտ կգնամ։ Մարդ կուղարկեմ։ Նա ձեզ իմաց կանի, թե ուր եք տանելու նավակները։ Շատ լավ Արամ։ Կանենք, ամեն ինչ կանենք։ Համեցեք, պարոն մխո։ Ձգնորսական բոլոր նավակները պատրաստեք, շարժվում ենք։ Պետրոս, դու պետք է գյուղ գնաս, ձկնորսներին գտնես և իմաց տաս Հանեսին, որ նավակները բերեն մեծ քարի մոտ։ Շատ լավ ընկեր հրամանատար։ Չմոռանաս շորերդ փոխել։ Լսում եմ։ Ինչ է Սիմոն, մխոյին կարոտել ես։ Շուտով կտեսնվենք։ Շտապեցրու տեղերքին, նավակների մոտ գնալու ժամանակն է, երևի մեզ սպասում են։ Լսում եմ։ Դե լավ։ Հեծնել ձիերը։ Ուր են նավակները։ Նավակները, ախր էստեղ էին։ Էդ որտեղ էստեղ։ Տեր Աստված, որտեղ են նավակները։ Ինչ է, ես ուր փոքի եմ, ես չիմանամ որտեղ են։ Նավակները պահել եք։ Մխոյին եք խապում։
Դու ել նրանց հետ ես, հա? Ինչ ես ասում, պարոն Մխո։ Հավաքել ժողովրդին։ Վայազդից կատեր բերեք։ Խուզարկեք լիճը։ Գդեք նավակները։ Կարինե, Պետրոս, էդ որտեղից։ մեր ջոկատը գիչնի մեծ քարերի մոտ։ Գիշերը նավակներն են տեղ կբերեք։ Շատ լավ, Պետրոս, ամեն ինչ կանենք։ Գնա։ Միայն զգուշ եղիր։ Ինչու եք գլխակները թանում։ Դուք հո եկեղեցի չեք եկել։ Ես ալ սրբապատկեր չեմ։ Ուղղակի ուզում եմ ձեզ հետ աղբոր պես խոսել։ Հագեք ձեր գլխարկները։ Գելը կառախաղում։ Սուսկացանես։ Մի տականա։ Աղաչում եմ։ Ահա թե ինչ հալիվորներ։ Դուք պետք է։ Դուք պարտավոր եք օգնել կառավարության։ Ասացեք, ուր են նավակները։ Ուր կորան նավակները։ Փոթորիկ ելավ գիշերը, երևի քշել տարել է։ Հա, ուժեղ փոթորիկ էր։ Տեր Աստված, ինչ եք ասում։ Ինչ փոթորիկ։ Ոչ մի փոթորիկ էլ չի եղել։ Դու որտեղից գիտես, Տեր հայր։ Ախր դու գիշերը կնգաթ հետ մեղաքես, Տեր Աստված։ Սուտ են ասում։ Սուտ է, պարոն Մխո, ոչ մի փոթորիկ էլ չի եղել։ Այդ սրանք են նավակները թաքցրել, բոլշևիկներ, ձեր տղաները խռովարարներ են, նրանք փախել են զինվորությունից։ Վատ խաղ եք սկսել, հալիվորներ։ Ուր են նավակները։ Որտեղ են ձեր տղաները։ Լավ մտածեք, հալիվորներ։ Ձեզ գլխից հանում են։ Հալիվորներին գլխահան չես անի, պարոն խմբապետ։ Հենց այդպես էլ գլխահանարին անցած օրը։ Էլի այդպիսի մի խումբ եկավ, թուր ու թվանքներով, ճառասին, համով, հոտով, առան տարան, այսինքն ռեկվիզիցիա արին։ Այդ ինչ առան տարան։ Ինչ է նոտարոս ես։ Այդ ինչ առան տարան։ Այդ ինչ ռեկվիզիցիա է։ Դա Սևանավանքի турքն էին հավաքում, այնպես որ Պարոն Մխո, բռնել ենք, փախչել էր ուզում։ Աման, իմ Պետրոսն է։ Ով ես դու։ զինվոր Որ դրամասից։ 5-րդ գնդի 2-րդ վաշտից։ Ինչ ես անում այստեղ։ Զեկուցագիր էի բերել։ Գնում էի զորամաս։ Բռնեցին ու ձեզ մոտ բերին։ Սա Պետրոսն է, մեր գյուղացի, պարոն Մխո, զինվորությունից փախել է։ Միացել է պարտիզաններին, բոլշևիկ է։ Արքես։ Ավազակ։ Սրա համար դու պատասխան կտաս։ Հերիք եղավ, մաուզերով դու ժողովուրդ չես վախեցնի, ուշով ժողովրդի մեջքը չես սրի, անիծված առնախում։ Ձեր բակալեն։ Ձեր բակալեն։ Ինչ է պատահել։ Ձկնորսներին բռնեցին։
Անհանգիստ արին քեզ, պարոն վարժապետ, ներողություն ենք խնդրում։ Խնդրում ենք ներես։ Ոչինչ, ոչինչ։ Համեցեք, նստեցեք։ Նստիր։ Ապ։ Խմիր։ Ես շատ շնորհակալ եմ։ Չեմ խմում։ Ვა, ոնց թե չեմ խմում։ Չի կարող պատահել։ Խմիր։ Սա ասլանի կաթ է։ Խմիր։ Ար, ես էլ շաքար։ Շնորհակալ եմ։ Ვა։ Ես մերի գիտ վաղինակը քյոխվա աղաբեկի տղեմ։ Սերա կապել ձկնորս հանեսի աղջկա Կարինեի վրա։ Տանջվում է։ Գիշերները չի քնում։ Հաց չի ուտում։ Գինի չի խմում։ Շատ է մտածում։ Հալ չմնաց վրեն։ Հալ չմնաց։ Մի տեսե։ Ուզում է պսակվի։ Հա։ Բա։ Ձուկը շատ լավն է։ Համը թորը չինկնում։ Հիմա քեզ խնդրում ենք։ Քանի որ դու վարժապետ ես, պատվավոր ու հարգարժան մարդ ես, ողջ գավառի զարդը, պաշտում ենք քեզ։ Մեր հարսնախոսը դարձիր, շատ ենք խնդրում։ Շատ ուրախ կլինեի, համա չեմ կարող։ Էդ ոնց հասկանանք։ Դա դաթին դեմ է, եկեղեցուն հակառակ։ Նա նշանած ունի։ Վարժապետ, դու էլ բան ասիր։ Եկեղեցի, ադատ։ Մենք տերտերի հետ կբարշենք։ Իսկ իր նշանածին Արամին Կարինեն էլ չի տեսնի։ Ինձանից ախր ինչ հարսնախոս։ Բայց մենք կփորձենք։ Սաղոլ, Սաղոլ, վարժապետ ջան, խմում եմ քո թանկագին կենացը։ Դու գործը գլուխ բեր, վաղինակը պարտքի տակ չի մնա։ Գնացինք։ Հաբա, պարտքի տակ չենք մնա։ Ինչ վաղինակ, ինչ ֆլան, դու Կարինեի հետ իմ մասին խոսի։ Ցանկանում ենք հաջողություն։ Շատ ուզով ունես, Կարինե, էլ տեղ չկա։ Ուրեմն, մխոն իր խմբով գյուղումն է։ Վաղը ես կլինեմ ձեր գյուղում։ Ձկնորսներին պետք է ազատել։ Դու էլ պետք է գնաս պարտիզանների մոտ և ամեն ինչ պատմես Արամին։ Արամին?
Այս կողմ, Կարինե, այս կողմ։ Սիմոն օգներ։ Զգույշ։ Կարինե։ Որտեղ են նավակները։ Ձկնորսներին բանդարկել են։ Խմբաբեդ Մխոն շրջապատել է գյուղը։ Հարկավոր է Մխոյին գյուղից հեռացնել։ Լսիր Սիմոն, ուղարկի 50 մարդ, թող հարձակվեն դաշնակների շտաբի վրա, այն հարևան գյուղում է։ Մխոն իր խմբով օգնության կհասնի։ Մենք էլ նավակները կտանենք։ Բոլորը բոլշևիկներ են, ես եմ մեղավոր։ Բոլոր ջահելները պարտիզան դարձան, ես եմ մեղավոր։ Խալխը բունտ է սարքում, էլի ես եմ մեղավոր։ Դուրս է գալիս ամեն ինչում ես եմ մեղավոր։ Հա, մի հարցնող լինի տեր հայր, ինչ ես ծծվել։ Լավ քահանա ես, սաղորը ման ես գալիս, ձուկ դուր սրան, փող դուր սրան, գինի դուր սրան, աղ դուր սրան, որ ժողովրդի գամը չես կարողանում քաշել, էդ էլ եմ ես մեղավոր։ Ախր տերորդնած։ Էլի ձեզ մոտ եմ եկել, պարոն Քյոխվա։ Յուղացիները բողոքում են։ Արդեն 2 տարի է ինչ փողերը հավաքել եք դպրոցը կառուցելու, բայց մինչև հիմա… Բարով եկար, դու էլ ժամանակ գտար, բանտ է պետք շինել, բանտ։ Ասում ես դպրոց սարքենք, բոլոր ձկնորսներին բանդարգել են, ով է ձուկ բռնելու, հալա միասատ տեսնեմ, գիտես ինչ վնաս է քաշում մեր… Ախպեր դահեչ, մեր տերությանն օգնել է պետք, նավակներ են հարկավոր, նավակներ։ Իմ կարծիքով ծերուկներին իզուր են բանտարկել։ Հարկավոր է հետները խոսել, բացատրել դրությունը, նրանք կհասկանան։ Կհասկանան որ։ Կհասկանան, ծերուկները ամեն ինչ կհասկանան։ Լսի, գուցե դու նրանց համոզես, միգուցե վարժապետին լսեն նրանք։ Ինչ կավոր, փորձենք։ Գնանք։ Կարինե, դու կանանց պետք է կազմակերպես։ Հրանուշին, Զարուհուն, Սոնատատին, նրանք քեզ կօգնեն։ Պետք է ծերունիներին ազատել ինչ գնով էլ լինի։ Շատ լավ, կանենք։ Դու պետք է տեսնես մայրիկիդ, նա շատ է կարոտել քեզ, հարցաքննում են նրան, չարչարում են, լաց է լինում շարունակ, անպայման տես մայրիկիդ, Արամ ջան։ Շատ լավ Կարինե, իմացրու նրան, ես գիշեր կգամ։ Մեր տան շեմի գեղամ ծովի Դարկրտինքը միշտ կիսովի, մենք էլ սևան, ցավից մորմոք, միշտ նման ենք խորունգ ծովի, մենք էլ սևան, ցավից մորմոք, միշտ նման ենք խորունգ ծովի, մեծապավ են դու մեր գյուման, դու մեր վաթանանուշ սևան, դե վերջ տուր Գրիգոր։ Սիրտս մղկտում է, թող վերջ տան։ Բա որ ինքս գեղամիջում քեզ աղաչում էի, որ սուս կենաս։ Դու ինձ լսեցիր, երբ ես քեզ խնդրում էի, ախր խնդրում էի։
Դե պատասխանի։ Սուս կացար։ Սուս կացավ Հանեսը, թե չէ։ Տեսնում ես, բոլորն էլ ասում են, որ սուս չկացավ։ Միգուցե մենք գործի համար ենք պետք։ Հիշում ես Արամն ինչ ասաց։ Դե լավ, ես ամեն ինչ հասկանում եմ։ Ախր ասում էր քեզ Արամը, մի տաքանա քերի Հանես։ Եվ շատ լավ էր ասում։ Հա, են էի ասում, թորը հանեցի իշխան, 8 փութ։ Ահա։ Աղեն եկավ, արի, մեր ղոնաղն ես։ Մեր գեղը խայտարակ մի արեք, այ մարդիկ։ Ես էլ ձեզ նման մի հալիվոր եմ։ Քու հետ մի թայ ենք, Հանես։ Իրար հետ մեծացել ենք, ճան ենք խաղացել, միասին մարդամեջ մտել։ Մենակ թե ճամփեքս ուրիշ են եղել։ Ապեր սուս մնա տեսնենք, այ քեզ փորձանք։ Ճիշտ ես ասում, Քյոխվաջան, ասածդ ամեն մի խոսքը ոսկի է։ Քեզ հետ մեծացել ենք, ողջ կյանքում քեզ համար աշխատել։ Իսկ հիմա Քյոխվաջան, առանց մեզ յոլա գնա։ Լավ մտածեք, ձկնորսներ։ Հիմա գործի տակ ժամանակն է, ձուկը չի սպասում։ Հո չեք կարող էստեղ պարապսարապ նստել։ Ձեր տեղը լիճն է, նավակների վրա, ձեզ սպասում են։ Նավակները պետք են, հարկավոր է գտնել։ Դե որ դու ես ասում, վարժապետ, պետք է գտնել, ճիշտ է հալիվորներ։ Ճիշտ է։ Հա, ճիշտ է, հարկավոր է գտնել։ Կաչեկա բոլշևիկներն են թաքցրել։ Մեզանից չեն կարա թաքցնել, մենք լիճը լավ գիտենք։ Ասացեք պարոն Մխոյին, որ գործը հարթվեց։ Միայն պետք է ազատել ձկնորսներին։ Նրանք կփնտրեն ու կգտնեն նավակները։ Շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ, վարժապետ, անպայման կխոսեմ եւ կազատենք։ Տեր Աստված, փառքդ շատ լինի, ինձ խղճացիր։ Ինչ կա, մի տեսակ ուրախ ես, թակուհի։ Իմ որդուն պիտի այսօր տեսնեմ, Տեր հայր, աղոթքդ լավ օգնեց։ Աստված քեզ օգնագա։ Իրավունք դուր խոսեմ, պարոն Մխո։ Խոսի։ Ձկնորսների հետ լեզու եմ գտել։ Եվ ինչ։ Ձկնորսները խոստանում են փնտրել նավակները, խոստանում են գտնել։ Ստում են։ Չի, պարոն Մխո, նրանք լիճը 5 մատի պես գիտեն, կգտնեն։ Բաց թողեք նրանց։ Շատ լավ։ Կթողնենք։ Համատես։ Եթե քուց նավակները չլինեն, ջուղը քարուքանդ կանեն։ Նստիր։ Դե ասա տեսնեմ ինչ է պատահել։ Հալա թող շունչ քաշեմ, տերորդնած։ Այ, ինչ անհամբերն ես։ Այ, ով, թե որ իմանաս, չոխվա, ինչ բան կա։
Դե Աբա լավ կտամ, դե ասա ինչ կա։ այսօր Արամը ջուղ պիտի գա։ Այս խաչը մգա։ Ես քեզ բան եմ ասում, թագու մոտ։ Թագու։ Ինչ ասեցիր։ Արամը։ Պարոն խմբապետ, պարտիզանները հարևան գյուղը գրավեցին մեր ճրով։ Մեր բոլոր ամրությունները վտանգի տակ են։ Ետ գրավել։ Լսում եմ։ Մուշեղ, ժողովրդին հավաքել, բակներ կարգել, հսկել գյուղը։ Որտեղ է լծված այսպես բան։ Բոլոր ենքում է գրված, որ ժողովրդին այսպես սարակեն։ Ազատեցեք անմեղցերերին։ Լռեք, ինչ եք գորգորում։ Ծերուկներին պիտի ազատենք, պարոն Մխոյի հրամանը կա։ Եվ վերջ։ Հրաման կա։ Իմ փեսացու։ Ստում ես։ Դու ինչ ճանաչում ես։ Կտեսնես, ստում է, թե չի ստում, վաղինակը։ Գնանք։ Բաց արա։ Կժվել ես։ Քեզ ասում են բաց արա։ Դուր տեսնեմ։ Դուրս եկեք։ Բոլորը դուրս եկեք։ Բոլորին ազատում եմ։ Միտդ պահի վաղինակն իր ուզածը կանի։ Eskusirac, Tikana, Imanush Bala Aramca.
Էս ինչի արամն ուշացավ։ Մի բան չպատահի։ Հա, ինչ կա վարժապետ։ Արամին բռնել են։ Բռնել են։ Նրան տարել են կղզի։ Կղզի։ Երբ։ Այս գիշեր։ Հարկավոր է գործել անմիջապես։ Նրանք Արամին կսպանեն։ Էլ ինչ ենք սպասում։ Հիմա մխոնուր որ է կգա, էլ չենք պրծտի, գնանք։ Գնանք, մտածել է պետք։ Հիմա Գրիգոր հեշտ չէ կղզի մտնելը։ Պետք է պատճառ գտնել։ Իսկ ինչ կլինի վարժապետ։ Խնդրենք, որ Սուրբ հայրերը պատարակ անեն հանուն մեր անցավորած։ Նվերներ կտանենք։ Ես էլ եմ ասում, պատարակ, ոչխար կտանենք, հավաքլոր, հանգիս, սուսուփուս, վանականները սիրում են ուտել։ Հա, լավ է։ Նվերներ, պատարակ, ճիշտ է։ Դու Գրիգոր, նավակները կբերես։ Ահա։ Ինչ է պատահել, վարժապետ։ Ասա, Հանես ջան, Արամը սուր է։ Բան չկա, մի մտածի թակուհի, Արամը կգա։ Հանգստացիր, մայրիկ, հանգստացիր։ Ասա, դու մեկնումեկին չես ասել, որ Արամը պիտի գար քեզ մոտ։ Սուրբ եկեղեցին կոչյանում ձեզ քրիստոնյաներ, հայտնել իշխանությանը, թե որտեղ են ձեր զավակները։ Աստված գործի նրան, ով կկատարի սույն հրաշալի պատկամը։ Եվ Աստված հավերժ կորստյան կդատապարտի նրան, ով իր մեղավոր հոգում կթաքցնի այդ հրեշավոր մեղքը։ Տերը կդատի ապստամբներին, անաստվածներին, Քրիստոսի թշնամիներին, սատանայի սպասավորներին։ Կաց, դու ես սատանայի սպասավորը, նզովյալ լինես մատնիչ։
Նվագեք։ Օպա։ Դախո։ Օպա։ Օպա։ Ապրես, վարպետ ջան։ Գեներալ Թաթուլից քեզ թեշքեշ։ Մենք տերության հավատարիմ սյուներն ենք։ Մենք կկոտորենք բոլոր ապստամբներին, որոնք ուզում են խլել մեր հողերը, մեր տները։ Ես քեզ ասում եմ, մենք բոլորին կկոտորենք։ Խոսեցիր վարժապետ։ Խոսելը խոսեցի, համա բան դուրս չեկավ։ Նա Արամին է սպասում։ Ախր նրա հարսնացուն է։ Վարժապետ, էդ ինչեր ես ասում։ Թող հավատա, սպասի։ Մենք Արամի ճաշ եփեցինք, ու Կարինեն իր փեսացու Արամին էլ երբեք չի տեսնի։ Ջան, բարձավ, էլ Արամը չկա, ես բռնեցի, պարգև կստանամ, և աստիճան, աֆիցեր կդառնամ։ Ջանը, վաղինակից բան դուրս չի գա, դու նրան իմ մասին բարեխոսի։ Սրիկայի մեր քուր։ Թաքնվի հայրիկ։ Բարով ձեզ։ Եկել եմ պսակվեմ։ Ես հիմա աֆիցեր կլինեմ, Ջեյրան ջան։ Հրամանատար, ես շլյապա կհագնես, բարձր կրունկներով ման կգաս, բա։ Չքվիր էստեղից։ Բա դու չես ուզում աֆիցերի կնիկ դառնաս։ Երբեք, ասացի գնա էստեղից։ Երբեք։ Արամին է սպասում։ Էլ չկա Արամ, վերջ։ Թարլան ջան։ Թող ասում եմ։ Բաց թող։ Չմանը։ Ջիգյարով փչեք, ջիգյարով։ Սաղլեք։ Ով եմ ես, ով եմ ես դե ասատ, Թաթուլ, Ինչ կա վարժապետ։ Հանգիստ եղեք, իշխանությունը հարված է, դե շուտ արեք։ Դու և Կարինեն նավակները Սիմոնին կհասցնեք։ Մենք էլ կղզին կգնանք։ Շատ լավ։ Նավակները, Բարով եք եկել, պարոն Մխո։ նավակները, պատրաստ են։ Կպատրաստենք, ներեցեք։ Նավակները։ Պարոն Մխո, իմ որդի վաղինակը բռնել է ամենագլխավոր բոլշևիկներից մեկին, Արամին։
Այդ բոլորը ես եմ արել, պարոն Մխո։ Ես իմացա, ես հայտնեցի։ Իսկ վաղինակը բոլոր ապստամբներին ազատել է, բա։ Մի աղջկա խաթեր ձկնորսներին բաց թողեց։ Ինչ։ Ձկնորսներին բաց թողեց։ Ուր է վաղինակը։ Օրեք շալագոտը, ես ձեր։ Պլմիետի գիտի տես ինչ որի է։ Քանդիր։ Քանդիր ասում եմ։ Հարցագիր։ Ես Արամին ձերբակալեցի։ Դու քանի գլխանի ես։ Արկես։ Ձկնորսները փախել են։ Դեպի կղզի։ Պարոն Մխո։ Պարոն Մխո, սա բոլշևիկ Արամի մայրն է։ Հահա, նրա մայրն է։ Քեզ մատաղ։ Վերգաս բարավ։ Ասա ինչ ես ուզում։ Քեզ մատաղ։ Մի տղա ունեմ։ 2 տարիա չեմ տեսել։ Երթվել եմ Աստծուն։ Վանքին մատաղ եմ անելու։ Իրավունք տուր կղզի գնամ։ Տղայիս տեսնեմ։ Մի տես է, կղզի է ուզում գնալ։ Տղայի տանունն ինչ է։ Արամ։ Սիրում ես նրան։ Ինչպես չսիրեմ։ Գիշեր ցերեկ աղոթում եմ։ Հավա ինչպես ես աղոթում։ Ինչպես բոլոր մայրերը այնպես էլ ես։ Բարի։ Թե Աստված քեզ լսի, ես էլ կլսեմ։ Մայր Աստվածածին, պահպանիր իմ զավակին, առողջություն տուր նրան, երկար կյանք, պատժիր նրա թշնամիներին, մի թողնիր, որ նրանք վնաս տան իմ Արամին, թող կուրանան նրանց աչքերը, թող չորանան նրանց ձեռքերը։ Պապանձվիր միցված։ Քո պատիժը քո գլխին թափվի, Աստված։ Չեմ հասկանում։ Ինչ են այդ բոլշևիկ Արամի պահում։ Թող քարը կապեն ոտներին ու ծովը գցեն։ Մի թապրտա, 40 տարվա ձկնորս եմ, հավա ես տեսակ ձուկ առաջին ակավ է բրնում, սուրպա։ Սուրբ հայր, ազատի մեր բոլշևիկ Արամին։ Նեղ մի գործի որդիս, Աստծուն մոռանում ես։ Մի ստիպի, որ մեղք գործեմ, բանալիները տուր։ Ինձ մոտ բանալի չկա։ Խուզարկիր։
Լսար, ինչ սուրբ է։ Սատանի ծնունդ։ Բաղականի աղմկեք։ Արա, բարև ուսուցիչ։ Շնորհակալ եմ ընկերներ։ Շնորհակալ եմ Հանես։ Բարև արա։ Բարև։ Նավակները։ Ամեն ինչ արինք։ Սիմոնին հասցրիք։ Ոնց որ ասիր, էնպես էլ արինք։ Սրանց փակի տակ դնենք։ Դնենք։ Դե սրբեր գնացինք։ Hey! Արամին տարան! Բերթը տարան! Բերթը! Շուռ տվեք! Շտապեք։
Սրիկա։ Մերոնք են։ Պատրաստվեք հարձակման։ Լսում եմ։ Դաշնակները։ Նրանք են։
Ես կգար, լեջի մեզ զելա, ոչ ամեն հատի